Հուսամ վաղը պատրաստ կլինի նախագիծը, կարող ենք դիտում կազմակերպել։ Այդքան շուտ, վաղը։ Իսկ երբ եք պատրաստվում։ Լավ, կհանձնենք։ Պայմանավորվեցինք, վերնաշապիկը տուղիր։ Սյուզ, ես ոնց ես փոխվել, լարի տեսնեմ։ Սյուզ, ինչի չէիր ասել, որ ստեղ եք, երբ անից եք Հայաստանում։ Արդեն մի շաբաթ ստեղ ենք։ Վերջ էլ հետ չեք գնալու։ Չէ, ստեղ ենք մնալու։ Ինչ լավ է, այնքան ուրախ եմ, որ եկել ես։ Բայց Սյուզի ջան, բա մեր համար ինչ ես բերել։ Գնացիր ու մոռացար մեզ, գոնե մեկ նամակ մամակ գրեիր։ Հա, էլի, չէիր կարա կապը պահեիր։ Իա, մնում էր դու նկատողություն անեիր։ Վիկա, դու էլի խոսում ես։ ընդհանրապես դասարանը չի փոխվել։ Մի քիչ փոխվել է։ Բարև, ես Ինեսան եմ, ինքը Բելլան։ Բարև ձեզ, շատ հաճելի է։ Մեզ, դու ոնց ես։ Բոլորից լավ։ Դե ինչպես միշտ։ Վարդան, ինչ կա, դու ոնց ես։ Լավ եմ, Սուրճ ջան։ Հասել եմ գիտելիքի առաստաղին։ Հեսա այս տարի գլխով խփեմ հուսով եմ կբացվի։ Կարեն, այստեղ ինչ ես խոսում։ Բարև Դավիթ։ Միա, բարև, ես որ ձեն չանի չէիր նկատելու, հա։ Խի, չէ, բոլորին էլ նկատում եմ։ Ինչ տարօրինակ են բոլորը իրենց պահում։ Խառը պատմությունը։ Ինչի։ Այդ ոչ մեկի չի վերաբերում։ Կարեն, չես լսում։ Ինչ ես ուզում։ Դե ոչ խոսում ես, ոչ բարևում ես։ Ես մոռացել ես Սյուզին։ Դավ, արդեն անտակտություն ես անում։ Ինչ լավ անտակտություն, Շաքե ջան։ Հիմա պետք է Կարեն ասեն սաղ թողեր վազեր ու գրկեր Սյուզին։ Արե մոռացել էի։ Կանանը չէր կարա, չէ վազեր։ Դավիթ, իրոք բան չի փոխվել, քե ես սենց բաներ խոսում։ Ախպեր իրոք լավ չես անում։ Լավ, հələ ոչ մեկդ մի խառնվեք։ Լավ ու լավ թարգի, թե երկարելու է թեման։ Չէ, ես ընդհանրապես ուզում ինքս ինձ լավ ընկերություն անեի, ջերմ հարաբերությունների մեջ լինի, վայ։ Բանի տեղ մի դիր։ Բարև Սյուզի ջան, ոնց ես։ Լավ եմ։ Ուրախ եմ, որ քո մոտ ամեն ինչ լավ է։ Երեխեքները եկեք բոլորով դուխ տան Կարենին։ Գնաց։ Կարեն, Կարեն, Կարեն։ Դավացել է թելը։ Արի գալուստ։ Դավիթ, քո արածը քո դուրը եկավ։ Ինչի դավոյից ուրիշ բան եք սպասում։ Սպասեք, երեխեք ինչ-որ մեկը ինձ կբացատրի խիա Կարենը ձեռնափայտով։ Դե որ մեկից հետ կապը պահեիր, կիմանայիր։ Լինա, հասկացանք։ Այսքան ժամանակ ինչ որ մեկդ որ գրել եք Սյուզին, ինքը եղել է որ չպատասխանի։ Չէ։ Ուրեմն մի մեղադրեք, երեսով մի տվեք, որովհետև ինքը պարտավոր չէր 20 հոգու գրեր։ Շոքի ինչ ա եղել Կարենին։ Ես քեզ հետո ամեն ինչ կբացատրեմ։ Մենյան եք սաղ։ Ինչ խառն են բոլորը։ Սևո, ես ինչ բանը խառնվեցիր։ Ու աղբոպես մի սկսի էլի։ Լավ, բան չեմ ասում։
Կար։ Բան մի խոսա, նորմալ ասա։ Չպետք է լսեիր այդ ապուշին։ Որ չլսե ինչ։ Մեկը իմանալու էր Սյուզին։ Դավոն ուզում է քեզ ուղղակի վատ վիճակի մեջ դներ։ Հեն էլ ինքը խայտարակ եղավ։ Ո՞նց ես։ Լավ։ Դավիթը Կլինի դու չխոսաս այդ մասին։ Այդ անունը իմ մոտ մի տվեք։ Բոլորս գիտենք, թե ինքը տենց արեց։ Ուղղակի չդիմացավ։ ինչին չդիմացավ։ Խանդին ու նախանձին։ Այսինքն Վրդոպետ չի։ Անցած պատմությունը։ հա, բայց ինչ ա եղել։ Կարենն ու Դավոն սիրարված էին երկուսով Սյուզին։ Հետո Հետո Սյուզին էլ Կարենին էր հավանում ու բոլորը այդ գիտեին։ Մենք ընկերություն չենք կարել։ Ուղղակի Հա, բանը չհասավ դրան։ Սյուզին ծնողների հետ գնաց Հայաստանից, իսկ Դավոն միջև հիմա չի կարող ների Կարենին։ բայց Կարենը ինչ մեղք ունի։ Դե եթե Դավոն այդքան է հասկանար, աշխարհը մի քիչ ավելի լավը կլիներ։ Տխուր է։ Ու հիմա էլ նենց արեց, որ դե նենց արեց, որ Սյուզին ձեռնափայտով տեսնի Կարենին։ Իսկ մինչև այդ հարգեք էլի էլ էս թեմավ մի խոսացեք։ Հասկացար վրդո։ Լավ։ Կարեն, բայց եթե Սյուզին քեզ սիրում է, ինչ նշանակություն ունի սա։ Այս ժամանակվանից շատ բան է փոխվել։ Մենք մեծացել ենք, փոխվել ենք։ Էլ ինչ սեր բելա։ Երեխայական զգացմունք էր, համակրանք, որից էլ բան չի մնացել։ Հավանաբար խափում է։ Սյուզին հենց տեսավ քար կտրեց։ Դե հա, մենակ սիրածդ մարդու համար կարաս այդքան տխրես։ Էդ դու համար տխրեցիր։ Ես։ Ոչ, ես ոչ ոքի։ Արի գնանք դասի։ Սյուզի, դու էլ չգիտես։ Չէ, ճիշտն ասած, ես մի 2 տարի է, որ այդ դասարանում դասավանդում եմ, իսկ այդ աղջիկը հավանաբար ավելի շուտ է մեկնել։ Երևի։ Բոլորը խառնվեցին իրար եւ հատկապես Դավիթը եւ այն տղան, որ ձեռնափայտովը։ Կարեն, չէ, ճիշտ եմ, չէ հիշում։ Դե, ամիջապես ես հայացքներից ամեն ինչ հասկացա։ Դե, տարիների փորձն իրեն անում է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հուսով եմ այսօր գոհ եք իմ հագու կապից։ Դե գիտեք ինչ, երեկվա հետ եթե համեմատենք, այո։ Ընկեր Աթոյան, ես նաև ուզում եի ասել, որ Տեսեք, ես էլ էի ձեզ ուզում ասել, որ ես ձեզ դայակություն չեմ պատրաստվում անել։ Նման միտք չունեմ։ Եվ հետո ես ձեր ծնողը չեմ, եղբայրը չեմ, ձեր հայրը չեմ, ձեր քույրը չեմ, ավելին, ձեր հարևանն էլ չեմ։ Ինձ բոլորովին չի հետաքրքրում ձեր հագուստի հետ կապված նախասիրությունները, ձեր ճաշակը, եւ հետո եթե ես նկատողություն եմ անում, խնդրում եմ ձեզ որպես անձնական վիրավորանք մի ընդունեք, որովհետեւ դա ուղղակի պարզամտություն եւ մանկամտություն է։ Միակ բանը, որ ես ուզում եմ, որ դուք պատշաճ հագնված մտնեք դասարան։ Տեսեք, միս Լարա, եթե դուք հագնվում եք ընդամենը, որպեսզի դեռահասները ձեզ կոմպլիմենտներ անեն, նկատի ունեցեք։ Երեխաները կարող են ձեզնից օրինակ վերցնել, հատկապես աղջիկ երեխաները։ Ամեն դեպքում մենք չենք ուզում վատ օրինակ լինել։ Վայ աղջիկներ, վայ։
ձեր մանկավարժական պարտքը կատարելու եւ էթիկայի նորմերը պահպանելու համար ես չեմ պատրաստվում ձեզ շնորհակալություն հայտնել։ Եվ փակենք այս թեման։ Տոնոյանի աշխատասենյակում ոնց որ ռում գցած լինեն։ Լարվածությունը օդից կախված է։ Տեղել, հա, ոնց որ։ Լար, խնդրում եմ, մի նեղվի։ Արի, վեր կաց գնանք քեզ կարգի բեր, այսպես դասարան չես կարող մտնել։ Բայց ես ընդամենը ուզում էի ասել, որ այսուհետ կհետևեմ իմ հագուկապին։ Արի։ Լավ բան չստացվեց։ Ինչ ա եղել որ։ Դե ինչ պիտի լինի։ Աթոյանը թեթև մաստեր կլաս անցկացրեց, հատկապես Լարայի հետ։ Ծանր դեպք է։ Տոնոյանի մոտ էլ Դավիթի հայրն է եկել։ Մի ժամ խոսեցին, բայց ոնց հասկացա, խոսակցությունը բացասական նոտայով ավարտվեց։ Հիմա հայրը դեռ միջանցքում սպասում է։ Տղային։ Չհասկացա, դա էլի ինչ-որ բան է արել։ Երևի։ Ինչի քեզ սենց երեխու պես պահեցիր։ Լավ աղբերակը մի սկսի էլի։ Պետք չէր սենց։ Հա, գիտեմ որ պետք չէր։ Սա Սյուզին ինչ ասես կմտածի։ Ինչ զգացիր։ Յա, բահարան հոգեբ, հա։ Ես որոշել ես խոսենք այդ մասի։ Դե ինչ պետք է զգայի։ Իսկ թվում էր մոռացել եմ, բայց չէ։ Հա, բայց ինչ իմաստունի չմոռանալը, եթե ինքը լավ է, կարևոր չի։ Լավ թեթև տար, անցած պատմությունը։ Քեզ ծանր պահի մի քիչ։ Ապրես, թույն խորհուրդներ ես տալի։ Լավա չասիր, ավելի լավա լինել հարուստ ու առողջ, քան աղքատ ու հիվանդ։ Ապրես որ այնտեղ։ Մենակ չթողեցիր։ Հեսա կհուզվեմ, արյալ։ Անցի։ Դու անցի։ Փոփեսնի պետք է զիջը։ Ասում եմ մարդ ավելի լավա ոտից կաղլնի, քան ուղեղից։ Բրա դու լրիվ ես գժվել արա։ Դավիթ։ Քար ջան։ Մի րոպե սպասեք։ Դու այնտեղ այն չէի, որ քիչ էր մնում մեքենայի տակ ընկներ։ Հա, այն որ քիչ էր մնում գցեիք մեքենայի տակ։ Նորմալ խոսալ, արա։ Կներես։ Ես մեղավոր եմ, ուշադիր պիտի լինեի, բայց դու էլ վարորդի պես, հավասար որպես հետիոտ պիտի ուշադիր լինես։ Պապես դու ինչի համար ներողություն խնդրիր, ես սովա որ։ Ամեն անգամ դու պիտի կռիվ անես։ Չէ, ձեազարսեն կռիվ չէր, երկու բառ խոսացինք ուղղակի։ Նո մի պաշտպան։ Ուրեմն լսեք ինչ եմ ասում։ Եթե մի անգամ էլ կռիվ եք արել կամ կոնֆլիկտ եք ունեցել դպրոցում, երկուսդ էլ ձեռքիցս չեք բրցնի, խոսք եմ տալիս։ Նայ այստեղ, քո
այդ տանը կխոսեմ։ Ահա, ես էլ ընկա ձեռի տակ։ Դենաս քեր եկել, սելիկը անշիլ է։ Անցի դասարան, հա, ու հերը ճիշտ է ասում։ Էլ ոչ մի կռիվ դավո հերիքա։ Երեխեք, որ սենց նայում եմ, ամեն ինչն հենց նույնն է մնացել, բայց համել փոխվել է։ Դե մենք ուղակի մեծացել ենք։ Դե որ գնացիր, բոլորս լրիվ երեխա էինք։ Ոյ հոլովիչ երեխա, լրիվ նույն բանն է, տղերքը միշտ էլ երեխա են։ Չէ, ես համաձայն եմ Սյուզիի հետ։ Իրոք բոլորս փոխվել ենք Սյուզ։ Մի բան խմենք ու գնանք, հա։ Չէ, ես չեմ ուզում, դու խմի, հետո կգաս։ Բելա, սպասի։ Բելա։ Ինչ ա եղել։ Լսի ես շատ երկար պատմությունը, աչքիս մենք այսօր պետք է հանդիպենք։ Ինեսա, արի մեզ հետ նստի։ Բելա, սպասի։ Բելա, կանգնի մի րոպե։ Ինչքան պետք է վազեմ հետևիցդ։ Կներես, ես շտապում եմ շատ։ Բելա, ես կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Եթե Մելսի հետ է կապված, ես ոչ մի բան չգիտեմ, իրոք ոչ մի բան չգիտեմ։ Չէ, Մելսի հետ կապված չի։ Ես ուղղակի ուզում եմ ներողություն խնդրեմ քեզնից իմ պահվածքի համար։ Հա։ Հա։ Ես գիտեմ, որ դու Մելսին օգնում ես դասերի հարցում։ Հա, այդպես։ Ես ես վերջերս ինձ շատ վատ եմ պահել քո հանդեպ ու շատ վատ բաներ եմ ասել ու արել։ Արի հաշտվենք, հա։ Համարենք, որ ոչ մի բան չի էլ եղել։ Իսկ դու վաղը գալու ես։ Ուր։ Ոնց։ Չգիտես ուր։ Լավ, քեզ ով ասե կազմակերպես։ Խի հետս չես քննարկել։ Կարող ես չէի ուզում։ Բայց ինչի պետք է չուզես։ Այս տարի չէի ուզում։ Ապեր ամեն տարի սեպտեմբերին մեր դասարանի առաջին փարթին ենք անում։ Հենց քո ծնունդի օրը։ Այդ սաղ էլ գիտեն ու հրավիրված եմ։ Այ լավ, ես չեմ գալու։ Քո ծնունդին չես գալու, կարող է լավ չես։ Ապեր մեր տունն ենք անում, մեր հայաթը։ Սաղ կազմակերպած է, ծախսերն արած է, ժողովուրդը գիտեն, գալու են։ Ինչ ես ուզում։ Բոլորը գալու են։ Դե վրթոն Կարենը մեկ էլ ժասը չգիտեմ։ Իմ կարծիքով չեն գալու։ Դե Բելան ինեսային պոչ կլինի կգա, Դավոնում ելցնել ոնց ուզեն, նենց չի որ հատուկ հրավեր եմ անելու կամ ասելու եմ մի եկեք։ Դե նայ, եթե նենց անես որ ժասը գա, ես է կգամ։ Ոչ եմ գնալու ձեռից բռնեմ բերեմ։ Ինչ ուզում ես արա, եթե Ժասմինը եկավ, ես էլ կգամ։ Լավ ապեր, կգա, նենց քանեմ կգա չմտածես։ Ուրեմն վաղը ձեր տունը փարթի է։ Փարթի է, փարթի։ Դե անցած տարվանից էլ ես ու Մելսն ենք հանդիպում։ Ճիշտ է, ամառը մի քիչ խնդիրներ եղան, բայց հիմա ամեն ինչ լավ է։ Դե Վարդանը շարունակում է մեռնել Շաքեի համար։ Լավ էլի Վիկա։ Դե լավ, վայ, ով չգիտի որ։ Իսկ նորեկին Լյովն է սիրահարվել։ Ու Բելային։ Լավը Լիսյուզի, ով է գժվել Բելային սիրի։ Իհարկե Ինեսային։ Հələ խես տենց ասում։ Դե մի քիչ շատ տարօրինակ աղջիկ է։ Արտաքինն էլ տենց։ Լավ երեխեք։ Շաքե, տենց է չպատմեցիր, խիա Կարենը ձեռնափայտով։ Երկու տարի առաջ Կարենը ավտոյի տակ է ընկել ու ինչքան գիտեմ իրենց շենքի բակում։ Վիճակը շատ ծանր էր։ Մենք դասարանով գնացել էինք տեսակցության, ասում են կարող են նույնիսկ ոդկը կտրեն։
Բայց լավ բժիշկների աշխատանքի արդյունքում կարողացան ոտքը պահել։ Սկզբում անվասայլակով էր, հիմա արդեն մենակ ձեռնափայտով։ Իսկ այդ մեքենավարողը իր հետ ինչ է եղել։ Դատել են երևի։ Պարզա։ Կարենի մամա շատ պայքարեց, որ Կարենը գոնե ձեռնափայտով քայլի։ Երեխեք, իսկ Դավիթը միշտ է սենց Կարենի հետ խոսացել։ Ամեն օր։ Համարյա ամեն օր Դավիթը հարմար պահաման գալիս, որ նեղացնի Կարենին։ Ու կապ չունի ուսուցիչներ կան դասարանում, թե չէ։ Կարենն էլ փորձում է դիմանալ, բայց միշտ չի որ ստացվում է։ Մի խոսքով մեր դասարանում ամեն օր կռիվներ ա ու Դավիթի պատճառով։ Դու վաղ կգաս, չէ՞։ Սևակի ծնունդին։ Հա, հավես կլինի։ Հա, անպայման կգամ, պետքա չէ ինտեգրվեմ դպրոցական կյանքին։ Լուրջ երեխեք, Սյուզին հետ ա եկել։ Սևակն էլ քեզնից էր հարցնում։ Ինչ էր հարցնում։ Ասում էր ինչի չես եկե դասի։ Երեխեք ամաչում եմ երեկվա պահվածքիցս։ Ամաչելու բան չկա, դու ուղղակի ուզեցել ես իմանաս։ Կարա իր գոնե մի քիչ համբերեիր։ Չէր կարա, ավելի լավ է մի անգամից իմանա մտքին ինչ կա։ Երբեք չես կարա իմանաս ուրիշի մտքին ինչ կա։ Բելային էլ բերեիք էլի։ Հիմա հաստատ ինչ-որ բան կասեր ու կանցներ ես վիճակս։ Վաղը Սևակի ծնունդն են նշելու։ Բարով նշեն։ Ես հաստատ չկամ։ Տակ, շատ եմ թխել, որ դասընկերներիդ էլ հերիքի։ Մամ գիտես չէ, որ տարել էի դպրոց, երեխեքը շատ էին հավանել։ Հա? Ուրեմն հենց դրանից էլ կթխեմ։ Կհասցնեմ, չէ՞։ Հա։ Ալո։ Այսօր չմոռանաս ֆիզիկայից գրավորը գրես։ Մենակ ինձ է հանձնարարել, հիշում ես, չէ՞։ Հա, հիշում եմ, բայց դեռ մի օր էլ կա, այսօր չեմ հասցնի, բոլորը գալու են մեր տուն, պիտի պատմության նախագիծը անենք։ Բոլորնով։ Դե Ինեսան, Լևոնը, Դավիթը։ Դավոն էլ է գալու։ Մտածում էի կխափեք, որ ինքն էլ ա եղել ու չի մասնակցի։ Չէ, չենք կարող խափենք։ Բելա գալու ալ Յովի հետ կռիվ սարքի, այն էլ ձեր տանը։ Դե ինչ անեմ, հուսամ խելամիտ կգտնվեն։ Ֆիզիկատ վաղը կբերեմ։ Երեխեք, ես ինչ լավ խոսացինք, վերջին 3 տարվա տեղը հանեցինք։ Լսի մնա այսօր մեր տոնն է, էլի։ Չէ, չի ստացվի։ Մելսնա։ Ալո։ Պիկա Բելլայինց հասցեն ասա։ Հա։ Գիտես, չէ։ Հա, Ասիայի թղթերում ես եմ լրացրել, բայց ինչ տա պետք։ Դե մի երկարացրու, շուտ ասա հասցեն։ Լավ, հեսա կուղարկեմ։ Երկարացրու։ Ինչ ա եղել Վիկ։ Բելայի հասցեն էր ուզում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բելլայինց տունն, հա։ Հա։ Ես Մելսն եմ, Բելլայի դասընկերը։ Հա, արի։ Բելա։ Բելա։ Մելս։ Կներեք, որ ուշացա։ Հա, արի, բոլորը իմ սենյակում են, գնանք այնտեղ։
Երեխեք, Մելսն էլ ուզում էր հետ մասնակցի։ Իա, ախպերս, ես ինչ լավ բան ես արել, որ եկել ես, լուրջ եմ ասում։ Հեզա մի րոպեից եկա։ Բելա, Հա, բա։ էլի հյուրում ես։ Հա։ Բարև։ Դե հերիք հայելի։ Արի նստի տեղը հանգիստ։ Բայց տարօրինակ չի։ Ինչը։ Դե այդքանով լցվել են այդ սենյակը։ Անցած անգամ 3-ով էին աշխատում այդ նախագծի վրա։ Հիմա քանի հոգով եմ եկել լցվել այստեղ։ 1, 2, 3, 4։ Հետո տղեն եկավ, Մելսեր չի անունը, ու վերջում էլ են աղջիկը։ Ուրեմն բարդ նախագիծ է։ Իմ երեխու համար բարդ նախագիծ գոյություն չունի։ Բելա շատ արագ կաներ մեն-մենակ։ Հաստատ եկել է խանգարել։ Դե լավ էլի սուր։ Լավ չի, որ ընկերներ ունի, գալիս են, գնում են, տեսնում են ում հետ աշփվում։ Չէ, լավ է, բան չասի։ Անցած դպրոցում էդ ինչ էր։ Ոչ գիտեինք լավն են, ոչ գիտեինք վատն են, մարդ բան չէր հասկանում։ Մենք էլ գիտեինք ձևն է ձևա։ Հիմա բոլորը on-line են շփվում։ Դու մի ասա, երեխես տառապում էր, տանջվում էր դրանց ձեռը։ Մեզ էլ բան չէր ասում։ Լսի։ Գիտես ինչն է ինձ այսքան ժամանակ տանջել։ Որ մեր երեխեն մեզ ոչ մի բան չէր պատմում։ Այդքան խոսում ենք հետը, չէ, բացատրում ենք, որ վստահի մեզ։ Բայց չէր պատմում, երևի մենք ենք սխալ բան արել։ Դե երևի չէր ուզում մեզ անհանգստացներ։ Կամ էլ վախեցել է։ Ումից, մեզանից։ Դե հա, երևի մտածել է, որ չենք հասկանա, արձագանքից է վախեցել, որ իրան կմեղադրեն, կջղայնանանք։ Ես ինչ իմանաս երեխու գլխում ինչ մտքեր կան։ Հա, չգիտես։ Հարցեր տալն է ճիշտ, խառնվելն է ճիշտ, թե համբերատար սպասելը։ Ասում եմ, այսքանով լցվել են այդ փոքր սենյակը։ Կանչենք թող ստեղ նորմալ աշխատեն, էլի։ Այ, դե հանգիստ թողելի։ Դեղինը շատ։ Բանը ասացիր քիչ է։ Չգիտեի, որ խմբի մեջ ես։ Ես էլ չգիտեի, որ դու ես խմբի մեջ։ Դավոյի համար եկա։ Պարզա։ Ճիշտն ասա։ Ինչը։ Վիկան զանգել է, ասել է, որ Բելայի տան հասցեն եմ ուզում։ Եկել ես տենաս ինչի համար։ Ես մտածում էի մենք խոսացել ենք ու հասկացել ենք իրար։ Վայ քուարո, արա սաղանցելիս մի հատն էր մնացը։ Յան ինչ ես անում որ։ Մներ տունը կխաղայր։ Ես դու բեսան գործ ես անում էլի։ Ես գոնե խմբի մեջ եմ, դու վաբշե կապ չունես։ Լավ, Լևոն, ուրիշ տարբերակ չունեինք։ Ահա, խելացի աղջիկ ալի ով ջան։ Խոսացողիր դասանում Աթոյանի մոտ խոսայր։ Վերջ, այս հատվածները պատրաստ։ Մնաց վերջին 2 րոպեի մոնտաժը ու արտակադրային ձայնը։
Արի առանց գիտական անցումների, հա։ Դու գործերդ որտեղ ես տալու։ Դեռ չգիտեմ, ինչի համար ես հարցնում։ Որ ես այդտեղ չդիմեմ։ Ոչ ասիր։ Սյոսպա, դուք տունը չեք վաճառել գնալուց առաջ։ Չէ, տունը նույնն է մնացել։ Ուրեմն, վաղը միասին կգանք, ոնց որ առաջ։ Ընկերատորյանը տենց խիստ է, հա։ Դե ինձ թվում է ուղղակի մենակ կնիկը էլի։ Բա կարելի է դասատուի մասին տենց բաներ ասել։ Երեկվա զանգը Բելայի մամայի հետ խոսել է։ Մամ այնքան ամոթ էր։ Պետք է նշ մոտ տպավորությունն է, որ ես ամեն օր տանը սուտ եմ խոսում ու դու ինձ չես հավատում։ Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է։ Ամեն բան լուրը լռությունն էլ գոռում է։ Երբ ուզում եմ խաղաղվել, պատերազմում եմ։ Երբ ուզում եմ մտածել, ես երազում եմ։ Ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է։ Մենակ չենք վերևից, ամեն բան նկարվում է։ Մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք երեք։ Այսօր ազատ եմ, արի հանդիպենք։ Աչքերս վերցրու քեզ։